կա Գորջան, ավարտեցիք վիրահատությունը։ Ոնց է պապան։ Նախ ասեմ, որ վիրահատությունը լավ անցավ։ Այ վարկաստա։ Մնում է հաղթահարենք այդ վիրահատական շրջանը։ Աստծո օգնությամբ կհաղթահարենք, անպայման կհաղթահարենք։ Ու ասեմ, որ այս փուլում ինքը պետք է շատ հանգիստ լինի։ Եթե հանգիստ լիներ, այս փուլին չէինք հասնի Գորջան։ Եղածը եղած է։ Հիմա պետք է հետևանքների մասին մտածենք։ Ու պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կանխենք ցանկացած բան, ինչը կարող է ձյաձյավակին անհանգստություն պատճառել։ Նորից եմ կրկնում, որ նրան լիարժեք հանգիստ է պետք։ Կլինի այդ հանգիստը։ Ես խոսք եմ տալիս, մամ։ Գորջան, իսկ վիրահատարանից որ տեղափոխեն, կարող եմ տեսնել։ Չէ, տիկին Վիկտորիա, ցանկալի չէ։ Գոնե մի ակնթարթ խնդրում եմ։ Որ ես գնում։ Գլխի չես ընկնում։ Տղուտ հետևից։ Այս ժամին։ Հա, գնամ բերեմ, որ կարողանաս հանգիստ քնես։ Իսկ կարողա պետք չի։ Ամեն դեպքում երեխան ուզում էր մենակ մնար։ Շատ հնարավոր է, բայց ես էլ եմ անհանգիստ։ Քեզ տանջող միտքը ինձ էլ է տանջում։ Բա որ հանկարծ Ֆրիդան գնաց Հենրիի մոտ։ Դու չէիր ասում, որ… Դե հա, ասացի։ Զգուշությունը ամեն դեպքում լավ բան է։ Զգուշ կլինես։ Դու գնա հանգիստ պարկի քնելու։ Մենք կարող է հերո տղա որոշենք այսօր Ծաղկաձորում լուսացնենք։ Ինձ սպառնացին, մանավանդներն հենդոն։ Ես դրա ինչն եմ ասել։ Ասեց, որ անհետանամ։ Այլապես վերջս կտամ վերամբացության համար։ Լավ չի։ Հիմա ուզեմ պիտի իրանցից հեռու մնամ։ Չկարողացար քեզ մի քիչ զուս պահեիր։ Դրանք մեզ պետք են հələ։ Հա ինչ անեմ։ Դեմեին տվե պատին ասում են սարքի Հենրիի գլխին։ Հենրին էլ դանակը դրել էր կոկորտից, ասում էր ճշմարտությունը ասա, թե չէ ժամերդ հաշված են։ Նես իրանից վախեցա։ Ուղղակի մտածեցի շատ բան կա էլի անելու։ Համել ինչի համար անիմաստ մեռն են։ Դու քո խելքից դարար իրանց զոհը։ Միակ հույսս Հենրին է։ Պիտի ինձ օգնես ձյաձ Բագրատ, որ հարաբերություններս լավացնեմ։ Անես հիմար պատմության մեջ ես ընկել։ Քեզ օգնել է լինում։ Այն մարդ քիչ են փող տալիս։ 2 կոպեկի համար խեց գնացել այդ հարցերի մեջ կարդվել։ Չէ, ձյաձ Բագրատ ջան, մի բաներ շատ ես տալի։ Ուղղակի ստե հարցը փողը չէր։ Ուզում էի նենց անեի, որ վստահությունը շախունցների մոտ չկորցնեի։ Հասկանում եմ, այդքան մի խոսա, գլուխս ծանրած է Վարդան։ 1000 ներողություն։ Լավ, դու ինձ հետ ասա, այն քո անխելք ընկերոջդ։ Ու այն գյուղի աղջկան, ի՞նչ են թողնում իրար հետ լինեն։ Այդ մեկը ես էլ չեմ կարողացել բացահայտեմ։ Ինչքան գլուխս պատեմ տալի, բան դուրս չի գալիս։ Գլուխդ պատերին մի տուր, դեռ մեզ պետք է։ Ուղղակի փորփրի իմացի, ինձ շատ հետաքրքիր է։ Փորփրելու համար պիտի մոտենամ Հենրին։ Այս պահին այդ խնդիրը։ Անլուծելի խնդիր չկա։ Չկա, Կարո, չկա։ Լավ իմաց։ Խնդրում եմ, հա, մի բան արեք։ Ես վստահ եմ, որ այս շքեղ հյուրանոցում իմ համար կգտնեք։ Փորձեմ մի բան անել։ Չեք պատկերացնի, ինչքան շնորհակալ կլինեմ։ Նստեք, սպասեք, մինչև համար գտնեմ։ Համբերատար սպասում եմ։
Միակ բանը, որ հիմա կարող եմ անել, անծանոթ ձև անել։ Մորքուր։ Մենք ճանաչում ենք իրար։ Մոք ջան։ Ինչ։ Ասում եմ, կարող է ճանաչում ենք իրար, չգիտեմ։ Կամ էլ գիտեմ, բայց տեղը չեմ բերում։ Չէ, ուղղակի մի անգամից գրավեցիք։ Շատ հմայիչ երիտասարդ եք։ Էդ գիտեմ, նորություն չասեցիք։ Բավականին ինքնավստահ եք։ Ինչի պատճառ ունեմ ինքնավստահ չլինելու։ Ես ուղղակի պատահաբար լսեցի, որ դուք համար չունեք։ Ու ինչ ես առաջարկում։ Կարող ուզում ես փողի դիմաց համար տաս։ Չէ, ինչ փողի դիմաց։ Առաջարկում եմ ուղղակի լավության կարգով իմ համարը տալ ձեզ։ Չէ, մոք ջան, ապրես շատ։ Ես սովորական համարներում չեմ մնում։ Շախունցներն իրենց հարիր շախունց են մեծացրել։ Ինքնավստահ ու մեծամիտ։ Խմիր, կթարմանաս։ Շնորհակալ եմ։ Ուզում ես կարող ես գնալ իմ աշխատասենյակ։ Գոնե մի փոքր հանգստանաս հիմա շատ վատ վիճակում ես։ Չէ։ Միակ բանը, որ հիմա ուզում եմ պապային տեսնելն է։ Ես նույնիսկ մամայիդ մեծ դժվարությամբ թողեցի, որ մտնի պապայիդ մոտ։ Ես ընդհանրապես ուզում եմ պապային ասեմ, որ իմ ու Հենրիի հարաբերությունները վերջացած են։ Անգելինա, ճիշտ է, դա ինձ չի վերաբերում, բայց ձեր հարաբերությունները վնասում են պապայիդ։ Ես իմ ընտրությունն արդեն արել եմ։ Ճիշտ է, ընտրությունը քոնն է, բայց ես որպես բժիշկ եմ ասում։ Դու պետք է հասկանաս, որ հորդ կյանքը հիմա մազից է կախված։ Ես իմ ծնողներին եմ ընտրել։ Իրանք ինձ շատ են սիրում, շատ մեծ ջերմություն են տվել, շատ մեծ սեր։ Ու ինձ էլ դարձրել են իրանց կյանքի իմաստը։ Ես չեմ կարող այդ իմաստը իրանցից խլեմ։ Ավակ լսում ես ինձ։ Իրահատությունը շատ լավ է անցել։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ։ Անգելինան։ Մի խոսա։ Քեզ հիմա հանգիստ է պետք։ Հանգիստ տեղի։ Անգելինան ստեղ է մենակ։ Ու բարապում է քո համար։
ծանոթացնես։ Բարև։ Միքայել։ Իսկ ծանոթացնելու կարիք կա։ Ոնց որ դուք իրար լավ էլ ճանաչում եք։ Կարող է դու ծանոթացնես պապ ջան։ Անծանոթներին ծանոթացնելու կարիք չկա։ Դուրս եկանք։ Չէ, ուղղակի Միքայել դու պարզապես հիշողության կորստում ես։ Գիտես, հոգեբանները դրան անվանում են ամնեզիա։ Իսկ քո նմաններին ինչ են անվանում հոգեբանները։ Սի, չհամարձակվես։ Այդ դու չհամարձակվես իմ ընտանիքին մոտենալ, թե չկթաղեմ։ Ջան, խնդրում եմ քեզ, եթե կարաս ներ ինձ։ Դու ամեն ինչ արել ես, որ ոչ մի բանի պակաս կյանքում չունենամ։ Քո նման ազնիվ ու անկաշառ լինեմ։ Խնդրում եմ քեզ ներ ինձ, պապ ջան։ Ես հիմա շատ ծանր օրերի միջով եմ անցնում։ Գիտեմ դու էլ։ Խնդրում եմ քեզ։ Խղճից վրա ծանրացած բեռները թափելու հնարավորություն տուր։ Աղաչում եմ քեզ ներ ինձ։ Ես ինձ ամենավատ զավակի նման եմ պահել, հիմար եմ եղել, չեմ հասկացել, բայց ներ ինձ ու ապրի։ Ինձ չզրկես քեզանից, ես այդ ցավին չեմ դիմանա, պապ։ Ես առանց քեզ չեմ կարա։ Չեմ դիմանա։ Ես այդ հարվածին չեմ դիմանա։ Այն ինչ պետք է իմանա ճշմարտությունը, որովհետև ես եմ իր մայրը։ Մենակ ես։ Ես եմ հերի մայրը։
Էս ով էր։ Անցյալից մնացած անցորդ։ Ինչ է իրանում հետը։ Ոչ մի բան։ Ուղղակի ուզում եի այսօր մնա այստեղ, քաղաք գալու միտք էլ չունեի։ Արի գնանք ճանապարհին մտքերդ կթարմացնեմ։ Ինչպես միշտ։ Մամ, հալերսինի։ Շուտ արա, շատ բարձր ճնշում, գոնե մի քիչ կիչնի։ Մի հատ Հենրիին զանգի։ Ախր զանգել եմ, չի պատասխանում։ Դու էլ զանգեցիր ու համոզվեցիր։ Ինչի չի պատասխանում։ Ինչի այմ հետ տենց վարվում է երեխեն։ Լավ, սպասի հելա։ Մի հատ ես ասա պապային զանգեմ։ Ասա բալես։ Պապ, ուր ես, Հենրին հետը տա։ Հա, ինչի։ Բան է եղել։ Լսի, մաման լավ չի, չգիտեմ ինչ ա եղել, Հենրին ա ուզում։ Ասա թող մի հատ Հենրիին փոխանցի։ Ինչ ա եղել, ինչի ա վատ։ Գալիս ենք արդեն։ Մի հատ ասա թող հեռախոսը Հենրիին տա։ Մամ, հասնում են հեսա։ Պապ, մի հատ ինչ կնի փոխանցի Հենրիին։ Հա, մամ ջան։ Դու ես ոնց ես։ Լավ, մամ ջան, դու ասա։ Բա երբ եք հասնում։ Դե ճանապարհին ենք, մի կես ժամից կհասնենք։ Դե սպասում եմ քեզ։ Մամ ջան, ինչ ա եղել։ Բան ա պետք։ Չէ, ինձ դու ես պետք։ Մենակ դու։ Ավակ, լսում ես ինձ, ամեն ինչ լավ է, ես փորձությունն էլ անցանք, լավ է լինելու ամեն ինչ։ Անգելինային ես փնտրում։ Հա։ Ստեղա, տեղը չի գտնում, շատ է տանջվում երեխես։ Տեսա, որ եկել էր մոտը ծնկի, ընկած լացում էր, սիրտս կտոր եղավ։ Վիկա, ես երեխեն ուրիշ շոքի ունի, ուրիշ տեսակ։ Ճիշտ ես, անկախ ամեն ինչից, ինքը քեզ շատ է սիրում։ Ես էլ իրանն եմ շատ սիրում։ Մեկ ինձ հարց եմ տալիս։ Եթե իմ հարազատ աղջիկը լիներ, սրանից շատ էի սիրելու։ Սրանից շատ հնարավոր է։ Խրմամ ջան, արդեն իրոք վախենում եմ քո այս վիճակից։ Գնում եմ Անետին արթնացնեմ։ Պետք չի։ Հեսա Հենրից կգա լավ կլինեմ։ Աղջիկ ջան, քեզ անհանգստանալ չի կարելի։ Հեսա որ եք կգան էլի։ Գնա վերևը հանգիստ պահի քնի հանգստացի։ Մամ, ինչ ա եղել։ Շատ երկար քեզ սպասեցի տղես։ Տա քեզ ան։ Էլ սենց ուր չի գաստու, լավ։
Գոհ ես, փոքրիկ իշխան, որ մորդ պես վիճակին ես հասցրել։ Այդ ադեմերը մեր տղենա, արդեն չապա հասա։ Ինչ ուզենա կանի, երբ ուզենա կգնա, երբ ուզենա կգա, մեծ հասակ արդեն մարդ է էլի։ Արի վերը բարձրանանք մելես։ Բալեսը թող առանձին բարձրանա, մի հատ դուշ ընդունի ու քննելուց առաջ մի հատ երկար մտածի, հետ իրան չի խանգարի։ Արի մենք առանձին բարձրանանք։ Ես հայրի հետ խոսելու բան ունեմ։ Արի մամ ջան։ Ասում ես ինչ ա եղել Աննա Բագրատովնային։ Ճնշումները ահա որ բարձր։ Հասկացա։ Դե լավ թռիքնի։ Անգել, ոնց է ձեզանոք։ Լավ է, կարևորը վիրահատությունը լավ է անցել, ուղղակի դեռ ուշքի չի եկել։ Դե այդ ոչինչ, կարևորը ամեն ինչ լավ է անցել։ Հա, հաստատ, կարևորը վտանգի շեմն անցել ենք։ Ապրեք, որ եկել եք։ Ուրիշ կերպ հնարավոր չէր։ Սամ, բայց դու էլ քեզ պետք է հետևես, գիտես։ Պետք չի ամեն ինչ այդքան բարդացնել, պետք է հիմիկվանից բուժումը սկսես։ Այ ասա, իմ ասածը բանի տեղ չի դնում։ Լավ, աղջիկներ, հիմա իմ մասին մտածելու ժամանակը չի։ Եթե դու մերի մասին ես մտածում, որ ինքը չանհանգստանա, ուրեմն ասեմ, որ ամենալավ տարբերակը չանհանգստանալու, որ դու սկսես քո բուժումը, տենց ամենաշատը կօգնես իրան։ Լավ, մի բան կանեմ։ Չէ, մի բան անելով չի, հենց հիմա խոստացի։ Խոստանում եմ, կբուժվեմ։ Այս ուրիշ բան։ Միքայել, դու դեռ շատ ես ափսոսալու, շատ, ունգիս չեմ թողնելու քեզ, հոգիդ կրծելու եմ մինչև վերջ, ընտանիքդ քանդելու եմ, իսկ իմ սիրուն տղեն ինձ մամայի ասելու, խոստանում եմ։ Խոստանում եմ։ Մամ ջան, փախացնում ես։ Կարող է այդ վիճակից ա որ սենց զգայուն ես դարձել։ Քո հարցում ես միշտ եմ զգայուն եղել տղես։ Մամ ջան, ոնց եմ քեզ սիրում։ Խոստացի, որ ինձ երբեք մենակ չես թողնի։ Ու առհասարակ ինչ ուզում ա լինի, ինձ չես թողնի։ Ես դրանից շատ եմ վախենում։ Բացի զգայունը, ամեն վախկոտ ես դարձել, մամ։ Ինչի պետք է քեզ մենակ թողնեմ։ Այդ ինչ մտքեր են չեմ հասկանում։ Լասա տեսնեմ, ինչի երևի թողել գնացել։ Անգելինայից ինչ կա։ Անունը մի տուրելի։ Ինչ ա եղել։ Հերը հիվանդանոցում նենց ներկայացում խաղաց մամ։ Շատ ուժեղ մանիպուլյատոր է։ Կաթիլայինը դեմը գցած դուս եկավ Միջանցք ու վատացավ։ Դե նա իր ինչ ներկայացում էր։ Բայց ինչ էր ուզում դրանով ասեր։ Կամ ինքը կամ ես։ Երեխուն ընտրության առաջ կանգնացրեց։ Հետո։ Ինչ հետո, մամ ջան։
Պարզ չի, որ Անգելինան ինձ չընտրեց։ Դե բա ինչ էիր ուզում բալես։ Հովիվան թոր ներկայությամբ չէր ասելու ես Հենրիին եմ ընտրում։ Այս վերջն էր մամ։ Ինքը ինձ ոչնչացրեց։ Այս արդեն որերորդ անգամ մամ կուլա գնում հոր մանիպուլյացիաներին ու ինձ ոչնչացնում է։ Սխալ էր ի սկզբանե։ Մի բան կա, որ սաղ դեմ են։ Ես գիտեմ, որ Անգելինան քեզ սիրում է։ Տենց չեն սիրում մամ։ Ես էլ առաջ չգիտեի ինչ ասերը, բայց իրա միջոցով իմացա։ Չնայած նրան, որ ինքը չգիտի ինչ ասերը։ Ինքը ինձ ամեն անգամ ապացուցում է, որ ես իր համար ոչինչ եմ։ Էլ չեմ ներելու, հերիք եմ ամ։ Հանգիստ եղի, ամեն ինչ լավ կլինի։ Հաստատ։ Անգելինա հայրդ քեզ է սպասում։ Ոնց ես, բաբ ջան։ Լավ եմ, բալես։ Ինձ համար մի անհանգստացիր։ Ինձ թվաց չես ուզի երեսս տեսնես։ Գերվել ես։ Չնայած ճիշտ էլ կանեիր, որովհետև ես ինձ անարժան զավակի նման պահեցի։ Այդ ինչ ես խոսում։ Այն ինչ որ կա։ Բայց ուզում եմ իմանաս, որ դու ու մաման իմ համար ամենակարևորն եք։ Չնայած երևի դուք հակառակում եք վստահ։ Գիտես ինչ։ Խնդրում եմ, բաբ, թող ավարտեմ։ Երևի ես պահը ասված ու չասված խոսքերի պահն է։ Իմ համար շատ դժվար է, բայց ես պատրաստ եմ հանուն քո առողջության հետ կանգնեմ իմ որոշումից։ Ես հեռու կմնամ Հենրիից։ Բալես, դա քո կյանքի ամենաճիշտ որոշումը կլինի։ Մի օր դու ինձ կհասկանաս։ Շախունցներ, մեր պարտիան նոր է սկսվում։ Ես քրոջիցս լուրջ չկա։ Այլի մոռացավ ինձ։ Նեղացավ, մոռացավ։ Ալո։ Բարի ուշ երեկո։ Քուրս։ Ինչ երեկո։ Գիշեր է, Բագրատ։ Բան չի եղել։ Ուզում էի ձայնդ լսեի։ Լավացիր, արդեն անջատում էի։ Ոնց է երևում, որ դու ինձ չես ճանաչում։ Դու չգիտես, որ ես քնած եմ լինում, ուզում ես հարսանիք առաջ մարտնանա։ Գիտեմ, բայց շատ էի ուզում ձայնդ լսել։ Միակ հարազատիդ կարոտով ես թողնում։ Լավ չի։ Լավ կլիներ, որ այդ կարոտդ նորմալ եւ adekvat ժամի առնեիր։ Դե լավ, արդեն արթնացար։ Հա, ոնց ես։ Ինչ կա։ Ինչ մթնոլորտ հա տիրում շախունցների օջախում։ Հերիքա դու ինձ օգտագործես։ Ես քեզ էլ ոչինչ չեմ ասելու։ Այս մարդիկ անշահ խնդիր ինձ սիրում ու ընդունում են։ Իսկ դու։ Այ մի ամիտ։
Այդ ես եմ քեզ անշահախնդիր սիրում ու ընդունում։ Դրանք քեզ միայն օգտագործում են։ Բայց ապրես, որ այդքան բանը ասեցիր ինձ։ Շնորհակալ եմ։ Բագրատ, շատ ու շատ հող քնեմ, հետո կխոսենք, բայց ոչ շախունցներից։ Բարի գիշեր քույրիկս, դու էլ դավաճան դուրս եկար, ոչինչ, ես միայնակ կկռվեմ, ու ես պարտյան կաղաղթեմ, որովհետև մեջքս շատ պինդ է, շատ։ Արդու այդ լրպին նայ է, ուրա գնաց է ասել։ Չես պատկերացնում, որ տեսա իրար հետ նստած են, քիչ էր մնում խելա գարվեի։ Հետո իհարկե հասկացա, որ բան չի ասել։ Հələ դու փորձեր բերանը բացեր։ Թող մախում տեղ կվերցնեմ դրա համար։ Չես պատկերացնում, պապ։ Անցյալից թվերները սկսել են մեզ հետևել։ Ու արդեն հասել են ներկա։ Այսինքն սպարանը գցել են կոկորտներիս ու խեղդում են։ Դու հանգիստ աղաջան, հանգիստ։ Հենրի մայրը Աննան է։ Հələ դու փորձվի։ Մի անգամ փորձվի բախտը, փորձի մոտենա Հենրին։ Վիզը վրա իսկ կփորձեմ ես։ Ֆայնա ինչ է եղել։ Ոչ մի բան, պապա։ Թեյ բերում հանկավ կոտրվեց։ Կներեք։ Ոչինչ, այ բալա, ոչինչ։ Լսելա։ Օղակը գնալով սեղմվում է։ Ինչի եք սոնց խուզվել, հավակ քեզ չի կարել է։ Մի խարնորիկա, ես ու աղջիկս խոսեցինք և բոլոր հարցերով իրար հասկացանք։ Ես երևի այստեղ ավելորդ եմ։ Չէ, մամ, ինչ ես ասում, ինչ ավելորդ։ Ախեր, քոպես մաման, ոնց կարող է Ես պատմության մեջ ավելորդ լինի։ Ես վստահում եմ աղջիկաս, ոնց ասեց նենց էր կանի։ Մենք էլ պետք է աշխատենք, շատ հեռու գնանք ստեղից, որ ոչ մի պրոբլեմ չառաջանա։ Հիմա ճիշտն ասեք, սա իրականություն է, թե երազ է։ Չէ, երազ չի։ Ինչ իմոնամ բալես։ Վերջերս ոչ մի լավ բան մեր ընտանիքում չի կատարվում, արդեն հավատս չի գալիս։ Ճիշտ ես որոշել, ինչքան շուտ գնանք, այդքան լավ։ Ֆայնա։ Ինչ է կատարվում։ Ոչ մի բան, պապ։ Ուղղակի ծանր օր եմ ունեցել։ Համել այդ կտորները չհավաքեցի։ Ինչ է կատարվում։ Ոչ մի բան։ Թող գնամ այդ ջարդված կտորները հավաքեմ։ Ֆայնա, արի մենք մեր ջարդված ընտանիքի մասին խոսենք, հա։ Վերջապես խոստովանեցիր, որ մեր ընտանիքը ջարդվում է։
Ո՞վ ասել նման բան։ Դու հենց նոր։ Գիտես Ֆարինա, երբ որ ընտանիքում վստահություն չկա, այդ ընտանիքը շուտ է ջարդվում։ Այնպես որ խոսի ինձ հետ, լավ։ Հենրին մամայիս տղեկ չի։